Ապրիլի 7-ին հայ եկեղեցի նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Ամենայն հայոց գարեգին Բ կաթողիկոսն այս օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր եւ բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Տոնի առիթով իր ուղերձում գարեգին երկրորդ Վեհափառը նշել է, որ այսօր օրհնություն են ստանում ապագա մայրերը, հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք եւ բարի ու արժանավոր զավակներ։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց եւ շնորհի բարեհաջող որդեծնություն, ընդգծել է հայոց հայրապետը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, ինչն ըստ դիտորդների հակասում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պահանջներին։ Ըստ առաջարկվող փոփոխության կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դիտորդները նաև նշում են, որ այս նախաձեռնությունն ուղղված է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի դեմ, որի անունը ներառված է իր կուսակցության Հզոր Հայաստանի ընտրական դաշինքի անվանման մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները եւ կոչ է արել ժամը 12-ին հավաքվել ազգային ժողովի դիմաց բողոքի ցույցի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել, որտեղ անդրադառնալով ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը, շեշտել է, թե բարկացած է իր բառերով փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Նա խայտարակ եղավ Մոսկվայում, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Հիմա պարզ է, Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին, գրել է նա։ Փարիզի օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արտուր Դավթյանը հավասարը չունեցավ Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացածկի վարժությունում։ Մեր հավաքականն աշխարհի գավաթի 4-րդ փուլում նվաճեց 3 մեդալ։ Նուժույգի վարժությունում չեմպիոն էր դարձել նաև Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Արտուր Ավետիսյանը։ Հայկական ընտրանին Եգիպտոսից կմեկնի Խորվաթիա, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին։ Ռուսաստանի Երաստանի քաղաքացի է, սակայն նրան էլ են մերժել Մոսկվա մեկնելու պատճառաբանությամբ։ Գործարար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացել է Հիսուսի արձանի կառուցումն ավարտելուց հետո հայ կնոջ անձրին կանգնեցնել, եթե դրա համար տեղ հատկացվի։ Հայ կինը ընտանիքի ամուր հիմքն է, մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները։ Հայ կինն իր մասին չի մտածում, մտածում է ընտանիքի, երեխայի, հարսի, թոռի մասին։ Միշտ տղամարդու պատիվը կինն է բարձր պահում, ասել է նա։